Պարոն Գոշ Սարգսյանը, պարոն Սարգսյան, ես ուզում եմ մի փոքր շատ տենց ընդհանուր դրույթներով խոսենք Գալիք Էրեբունի Երևան տոնակատարություններից, որոնք որ վստահաբար բոլորի համար սպասված են, չգիտեմ որքանով բոլոր փակագծերը այսօր բացենք թե չբացենք, բայց կարծում եմ մի փոքր որ սկսենք արդեն ներկայացնել ամսաթվերը, ինչ է լինելու, որտեղ է լինելու, մնացածը արդեն ընթացս կհասկանանք ինչպես անել։ Լավ, պարոն քաղաքապետ, շնորհակալություն Էրեբունի Երևան տոնակատարությունը այս տարի անցկացվի հոկտեմբերի 12-ին։ Ձևաչափը պահպանված է ինչ անցած տարի, քանի որ հանրության լայն շրջանակների կողմից դա բարձր գնահատական էր եւ նաեւ ավելի հետաքրքիր է դառնում մի շարք թեմահարտակներ Երևան տարբեր հատվածներում, տարբեր նախասիրություններով եւ տարբեր ձևաչափով կազմակերպչական թե բովանդակային առումով, այս տարի նույնպես այդ նույն ձևաչափով կանցկացվի, ունենանք 5-6 մենահարտակներ, ունենանք ռոք հարթակը, որն արդեն ավանդական ստիպված է ջազը, ունենանք էստրադային, ունենանք էլեկտրո, ունենանք դասական եւ իհարկե Էրեբունի Երևան տոնակատարությունը երեկոյան հանրապետության հրապարակում, այս պայմանավորված ձայներ կամ կարող եք ասել մեծ տոնական համերգով, կլինի Ատասիմոնյանի գալա համերգային ծրագրով, ընդհանուր մի շարք ամենօրյա ռեժիմով քննարկումներ է գնում, փոխքաղաքապետ պարոն Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում պարոն քաղաքապետ արդեն վերջնականացվի թե մասնակիցները, թե խմբերը եւ նաեւ արդեն մասնավոր քննարկման ընթացքում կներկայացվի ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, Էրեբունի Երևանի տոնը իր այս նոր կոնցեպտով դա Երևան քաղաքում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է 1-2 օրվա մեջ եւ իրականում բոլոր սիրված փառատոնները, գինու փառատոնը, գարեջրի փառատոնը, ռոք ֆեստը, ջազ ֆեստը եւ դասական բեմը, այսինքն բոլոր այս բեմերը եւ փառատոնները անցկացվում են 1-2 օրվա ընթացքում։ Այսօր այս տարի ունենք նաեւ որոշակի հյուրեր դրսից, ճիշտ եմ, պարոն Սարգսյան, որ եւ դուք ասացիք ամսի 12-ից, բայց ոնց որ ամսի 11-ից ենք սկսում եւ հենց էլեկտրոնային երաժշտության որոշակի փոքրիկ փառատոնով ենք սկսում, իսկ տեղը ֆիքսել ենք որտեղ է, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն պարոն քաղաքապետ, այո, ինչպես նշեցիք, այս տարի մեկնարկը կլինի ամսի 11-ից երեկոյից եւ մեկնարկը կլինի Դիանա Աբգարի այգում։ Շատ բարի։ Այդտեղ լինելու է Այդտեղ մենք ունենալու ենք էլեկտրոնային երաժշտության փառատոն եւ հանդես կգան ինչպես տեղական արտիստները, այդպես էլ ունենք արտասահմանից շատ հայտնի երաժիշտ, ով հաստատել էր մասնակցություն եւ ամսի 11-ին երեկոյան իր կատարումներով կուրախացնի երևանցիներին։ Շատ բարի։ Շնորհակալ եմ։ Հետևաբար երելի երևանցիներ ամսի 11-ից սկսում է Էրեբունի Երևան տոնակատարությունները բոլորիդ եւ ոչ միայն երևանցիներին, առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հյուրերին հրավիրում ենք Երևան միասին տոնելու մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։